Գիտեք, թե ինչպես են ձիերին մարզում մերձավոր արևելքում։ Ձիու մեջ տիրոջը հնազանդություն դաստիարակելու համար նրանց ենթարկում են խիստ մարզումների, որոնք ձիուց պահանջում են բացարձակ հնազանդություն։ Հատկապես ուշագրավ է եզրափակիչ քննությունը, որը յուրաքանչյուր ձի հանձնում է մարզումների ավարտից և տիրոջ մոտ վերադառնալուց առաջ։ Մարզիչները մի քանի օր կենդանուն թողնում են առանց ջրի, այնուհետև մարզիչը թուլացնում է սանձը և ձին անմիջապես շտապում է դեպի ջրամբարը, բայց հենց որ հասնում է ափին և արդեն պատրաստ է գլուխը ջրի մեջ խոնարհել, մարզիչը սուլում է։ Լավ մարզված ձին պետք է անմիջապես կանգ առնի։ Այնուհետև նա պետք է շրջվի և վազի հետ դեպի իր մարզիչը։ Նա վերադառնում է մարզչի մոտ դողալով հյուծվածությունից և ծարավից, բայց հնազանդորեն սպասում է թույլտվության։ Եվ միայն այն ժամանակ, երբ մարզիչը համոզվում է, որ ձին լիովին հնազանդ է իրեն, նա թույլ է տալիս նրան վերադառնալ ջրամբար և խմել։ Ձիու նման հստակ և անվերապահ հնազանդությունը չափազանց անհրաժեշտ է մերձավոր արևելքի անապատներում կյանքի համար, քանի որ հեծյալի կյանքը ուղղակիորեն կախված է ձիուց, յուրաքանչյուր տեր պետք է վստահ լինի, որ իր ձին հավատարիմ կլինի իրեն անկախ հանգամանքներից։ Նման հավատարմությունը կարող է թվալ արմատական, հազվադեպ և նույնիսկ անհասանելի, բայց Աստվածաշունչն ուսումնասիրելով մենք կարող ենք եզրակացնել, որ յուրաքանչյուր հավատացյալ կոչված է բացարձակ հավատարմության Աստծուն և հնազանդության նրան։ Հենց այս մասին է մեզ սովորեցնում Թվոց գիրքը։ Մինչ կոնկրետ բովանդակությանը անցնելը և մի քանի դասեր այնտեղից քաղելը, մի փոքր ձեզ կուզեմ ծանոթացնել գրքի գրմանը և գրքի վերաբերյալ տեղեկությունների, այնուհետև գիրքը կբաժանենք 3 մասի և ամեն մասից մեզ համար կարևոր դասեր վերցնելով կուսումնասիրենք։ Հեղինակության մասին։ Նույնն է, ինչ ամբողջ Հնգամատյանին է։ Գիտեք ով է գրել Հնգամատյանը ամբողջ։ Մովսեսը, այո։ Եվ ծննդոցի ժամանակ, երբ մենք ուսումնասիրեցինք, դա արդեն տեսել ենք։ Գրքի ժանրի հետ կապված այն պատմական պատմություն է, օրենքի տարերով, և մեզ պատմում է, ցույց է տալիս, թե ինչպես է Աստված ժողովրդին փրկելուց հետո, ելից անելուց հետո, ցույց տալիս նրանց ամբողջ ղևտական ծիսական համակարգը և դրանից հետո սովորեցնում նրանց հնազանդվել իր դրած կարգերին։ Աշխարհագրության մասին, որտեղ են դեպքերը տեղի ունենում։ Սինայից իսրայելացիներն առաջինը գնացին Կադես, որտեղից լրտեսներ ուղարկեցին Քանան։ Կադեսում հարմար էր կանգ առնել, քանի որ այնտեղ ջրի աղբյուրներ կային, որոնք բավարար էին մեծ բանակի համար։ 38 տարի նրանք թափառեցին անապատային վայրում։ Այդ թափառումների մի մասը անցավ Կադեսի շրջանում, այսինքն Սին և Փարան անապատներում, սրա մասին երկրորդ օրինաց առաջին գլուխ 46-րդ համարում է գրված, իսկ նրանց թափառումների մյուս մասը եղավ Կարմիր ծովի շրջանում գտնվող Սեիր լեռան շրջակայքում։ Առաջին գլուխ 46-րդ համարում և երկրորդ գլուխ առաջին համարում երկրորդ օրինացի, տեսեք այս աշխարհագրության մասին տեղեկություններ է տալիս։ Դուք Կադեսում շատ օրեր իսկապես երկար մնացիք, մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։ 38 տարվա վերջում նրանք նորից եկան Կադես, 20-րդ գլխում ենք սա Թվոցում արդեն կարդում, և Իսրայելի որդիները ամբողջ ժողովուրդը եկան Սին անապատը առաջին ամսին, և ժողովուրդը կանգ առավ Կադեսում, և այնտեղ մեռավ Մարիամը և թաղվեց այնտեղ։ Այստեղ էլ Տերը ջուր հանեց ժայռից, ընդ որում սա այնտեղն է, որտեղ որ մեղանչեց Մովսեսը։ Մինչ դուք կմտածեք նրա մեղանչելու պատճառի մասին, անցնենք առաջ, ընթացքում մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք, թե ինչու Մովսեսը մեղանչեց և ինչն էր գլխավոր պատճառը։
Պատմական հենքը մի քանի տեղեկություններ այս մասին եւ գրքի թեմային անցնենք։ Իսրայելը Սինա լեռան մոտ էր առաջին տարվա 3-րդ ամսվա առաջին օրվանից, ելից 19:1-ում է այս գրված, եւ մնաց մինչեւ 2-րդ տարվա 2-րդ ամսվա 20-րդ օրը։ Ճիշտ այս թվերը մենք չենք հիշելու, բայց ճշգրիտ տեղեկությունները թվով տրված Սուրբ գրքում, նրանց տեղաշարժերի մասին, կանգառների մասին, որոնք որ այդ թեմայի մեջ կարևորություն ունեն, որովհետեւ հստակ ժամանակագրությունը կարողանանք տեսնել իրենք որտեղից ուր շարժվեցին։ Դրանից հետո գրքում նկարագրվող իրադարձությունների ժամանակագրությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։ Սինայից մինչև Կադես Բարնեա ճանապարհը տևեց 11 օր, ըստ երկրորդ օրինաց առաջին գլուխ երկրորդ համարի։ Կադես Բարնեայում կանգառը կազմեց լրտեսների 40 օրվա ճանապարհորդությունը։ Սրա մասին թվոց 14:34-ում է գրված, գումարած եւս շատ օրեր, ինչպես արդեն ընթերցեցինք։ Անապատում թափառումը շարունակվեց, գիտեք որքան։ Այս թվագրումից հետո 38 տարի, ընդհանուր հաշվով 40 տարի։ Քանան երկրի նվաճման սկիզբը ընդգրկում էր 11 ամիս ժամանակահատված։ Մինչ կհասնեին Քանանի երկիր եւ կնվաճեին, 11 ամիս տևեց այդ վերջին շրջանը։ Երկրորդ սերունդը պատրաստվում էր մտնել ավետյաց երկիր։ Նկարագրվում են այդ իրադարձությունները։ Գրքի հիմնական թեման ի՞նչն է։ Մի քանի տեղեկություններ էլ թեմայի մասին եւ անցնենք բաժանմանը։ Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիների առաջին սերունդը անհավատություն է ցուցաբերում Աստծո խոստումների հանդեպ, որոնք կապված են Աբ รา համի ուխտի հետ։ Աստված Աբ รา համին խոստացել էր, որ իր սերունդներին դուրս կբերի Եգիպտոսից եւ նրանց ժառանգություն կտա Քանանի երկիրը։ Սակայն նրանք չեն հավատում, որ դա տեղի կունենա եւ նույնիսկ ցանկանում են ուր վերադառնալ, հիշում եք։ Ցանկանում են այո Եգիպտոս վերադառնալ։ Ի պատասխան դրա Աստված ինչ է անում։ Աստված պատժում է նրանց, ասելով, որ նրանց սերնդում Աբ รา համին տրված խոստումը չի կատարվի, այսինքն այդ տեղում եղող ժողովրդի մեծ մասը պետք է մահանա եւ նրանք պետք է չտեսնեն։ Կմեռնեն անապատում, չեն մտնի ավետյաց երկիր, այնուամենայնիվ Աստված հավատարիմ է մնում իր ուխտին, պահպանելով Իսրայելին որպես ընտրյալ ժողովուրդ եւ խոստանալով երկիր մտցնել հաջորդ սերունդին։ Սա գրքի թեման։ Անցնենք բաժանմանը եւ ուսումնասիրենք։ Դիտարկելով Հնգամատյանի առաջին 4 գրքերը, կարելի է տեսնել զարգացում։ Ամեն գրքի համար մի բառ կա, որը որ թեման է բնութագրում, սա ասեմ, դուք ձեր մտքում կարող եք պահել գրքերի մասին մտորելիս, դրանք կարող են ձեզ օգնել գրքի թեմայի վրա կենտրոնանալու հարցում։ Ծննդոց գիրքը պատմում է Աստծո ժողովրդի ընտրության մասին, ինչպես է Աստված ընտրում իր համար ժողովուրդ։ Ելիցը, որպես տրամաբանական շարունակություն, ինչի մասին է խոսում։ Խոսում է փրկագնման մասին, ինչպես է Աստված փրկում։ Հաջորդիվ Ղևտացիների գիրքը, ընտրություն, փրկություն, Ղևտացիների գիրքը խոսում է սրբության մասին։ Եվ Աստված ցույց է տալիս, թե իրեն ինչպես պետք է մոտենալ, իրեն ինչպես պետք է պաշտել, իրեն ինչպես պետք է երկրպագեն։ Եվ Ղևտացիների գիրքը, եթե ընթերցել եք վերջին գոնե 1 տարվա ընթացքում, կհիշեք, որ այնտեղ այնքան մանրամասնություններ կան, որ դժվար է նույնիսկ ընթերցելը։ Եթե թեման մտքում չկա, դժվար է ընթերցել հասկանալը, որովհետև մտածում ենք, այսինչ օրենքներ են, կյանքին վերաբերող քահանաներին, մաքրությանը, բանակից դուրս, բանակից ներս եւ այլն, բայց այս ամբողջը սրբության մասին է։ Այնպես որ այս տեսանյութն էլ Ղևտացիների եւ YouTube-ում լինի, խորհուրդ կտամ դիտել անպայման, որ ծննդոցից սկսած ժամանակագրությունը եւ գրքերի թեման կարողանաք պատկերացնել։ Ուրեմն Ղևտացիները խոսում էր սրբության մասին, իսկ թվոց գիրքը, այս գիրքը խոսում է հավատարմության մասին։ Աստված իր ժողովրդից պահանջում է հավատարմություն իր կողմից սահմանված կարգին։ Ինչ կարգեր, որ սահմանել է Աստված, պահանջում է, որ իր ժողովուրդը հավատարիմ լինի այդ կարգերին։ Այս հավատարմության դասը բացահայտվում է 3 գործողությամբ այս գրքում։ Առաջին 1-ից 10-րդ գլուխներում մենք այսօր կտեսնենք Աստված պահանջում է հավատարմություն 1-ից 10-րդ գլուխներում։ Երկրորդ մասը գրքի 11-ից 25-րդ գլուխներն են, որտեղ երևում է
Ժողովուրդը դրսևորում է իր անհավատարմությունը կամ անհավատությունը Աստծուն եւ իր խոսքերին, իր խոստումներին եւ իր կարգերին։ Ապստամբում է Աստծո կարգի դեմ։ Եվ երրորդ մասը գրքի 26-ից 36-րդ գլուխներում Աստված ստեղծում է հավատարմություն։ Աստված վերականգնում է կարգը, թե ինչպես պետք է իր ժողովուրդը իր առջև ընթանա։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս գիրքը, դրանում պարփակված դասերը տեսնելու համար։ Միևնույն ժամանակ փորձեք մտքում պահել, որ գլխավոր թեման կամ միավորող օղակը ամբողջ գրքում մեր հավատարմության թեման է Աստծուն։ Ուրեմն առաջին գործողությունը Աստված պահանջում է հավատարմություն, 1-ից 10-րդ գլուխներում ենք սա տեսնում։ Գրքի առաջին բաժինը 1-ից 10-րդ գլուխները կարելի է միավորել հետևյալ թեզով. Աստված պահանջում է հավատարմություն, հաստատելով իր կարգը իր ժողովրդի համար։ Այս 10 գլուխների թեզը կարելի է ձևակերպել այսպես. Աստված պահանջում է հավատարմություն, հաստատելով իր կարգը իր ժողովրդի համար։ Կարևոր է հիշել, որ մեր առջև իսրայելացիների առաջին սերունդն է, որը 1 տարի առաջ դուրս եկավ Եգիպտոսից։ Նրանք մոտ 1 տարի գտնվում են Սինա լեռան ստորոտում։ Այս ժամանակն անհրաժեշտ էր, որպեսզի Աստված Մովսեսին փոխանցեր իր օրենքի տարբեր կողմերը, եւ որպեսզի ժողովուրդը կարողանար պատրաստել խորանը եւ բոլոր այն առարկաները, որոնք անհրաժեշտ էին Աստծուն երկրպագելու համար։ Այժմ այս ամբողջ աշխատանքը ավարտված է։ Խորանը պատրաստված է, Աստծուն երկրպագելու համար կան բոլոր պայմանները։ Աշխատանքը ավարտված է, նրանք պատրաստ են շարժվել ճանապարհով դեպի ուր, դեպի խոստացյալ երկիր, դեպի ավետյաց երկիր։ Նախքան նրանք սկսեն շարժվել, Աստված Իսրայելում որոշակի կարգ է հաստատում, ժողովրդին պատրաստելով անապատով ճանապարհորդությանը։ Սրանում նա ներկայանում է որպես կարգի Աստված, ինչը լավ համապատասխանում է նրա բնավորությանը, որը բացահայտում է գիրքը, այսպես է գրված առաջին Կորինթացիս 14:33-ում, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության։ Խռովություն բառը բնագրում անկարգությունն է, անկարգություն բառն է։ Եվ ամբողջ գլուխը հասկանալու բանալին գրում են մեկնաբանները, որ հենց այս է։ Եկեղեցում Աստծո երկրպագությունը պետք է արտացոլի նրա բնավորությունը եւ բնույթը, քանի որ նա խաղաղության եւ ներդաշնակության, կարգ ու կանոնի եւ պարզության Աստված է, այլ ոչ թե պայքարի եւ անկարգության։ Աստված կարգ է հաստատում ինչպես քաղաքացիական, այնպես էլ հոգևոր ոլորտում, կրոնական տերմինը, որ օգտագործենք, դուք հասկացեք բոլոր այն ծիսական քայլերը, որոնք որ Աստված արել է, այսինքն դրա այն անառողջ ընկալմամբ չհասկանաք, կրոնական երբ ասենք։ Կրոնական ոլորտում էլ է հաստատում, որոնք ամեն դեպքում սերտորեն միահյուսված էին Տիրոջ հետ ուխտային հարաբերություններով կապված ժողովրդի կյանքում։ Նա խոսում է բանակի կառուցման մասին, առաջին 2 գլուխներում, ղևտացիների ծառայության կարգի մասին, 3-4 գլուխներում, բանակի մաքրությունը պահպանելու մասին։ Այս տողերը, որ կարդում եք, օրինակ, բանակի մաքրությունը պահելու հետ կապված, ինչ եք մտածում։ Սա նման չէ այն բանին, որ փոքրիկ երեխային գոգնոցը կապած սովորեցնում են կյանքի յուրաքանչյուր քայլ, ինչպես պետք է անի։ Եվ այսպես Աստված իր ժողովրդին սովորեցնում էր։ Եվ այդ ֆիզիկական մաքրությունը նույնիսկ կապված էր նրա հետ, մեկնիշներից մեկը գրում էր, որ երբ ֆիզիկական խորանը այնտեղ էր, որ Աստված ասել էր իմ ներկայությունն եմ ապահովելու այդտեղ, դրանով ցույց էր տալիս, որ նաև պետք է սովորեք իմ ներկայության մեջ մաքրությամբ ապրել, սրբությամբ ապրել։ Ժողովրդի քահանայապետական օրհնության մասին է խոսում 6-րդ գլխում, խորանում ծառայության կազմակերպման մասին, ինչպես պետք է լինի։ Տեսնում եք, ամեն բան կարգավորված է, ամեն դետալի մասին։ Երկրորդ Զատկի տոնակատարության կարգի մասին ամբողջ 9-րդ գլուխն է խոսում։ Վերջապես ամբողջ ժողովրդի կազմակերպած տեղաշարժի մասին մինչև 10-րդ գլուխը։ Այս բոլոր բաներում, խնդրում եմ ուշադիր, ժողովուրդը պետք է հետևեր Աստծո կարգին։ Տիրոջ հրամանով կանգ էին առնում եւ Տիրոջ հրամանով ճանապարհ էին ընկնում։ Հետևում էին Տիրոջ հրամանին, որը տրվել էր Մովսեսի միջոցով։ Նայեք 9-րդ գլուխ 23-րդ համարը ես գրել եմ ներքևում որպես հիմնական համար, որտեղ դուք կտեսնեք Տիրոջ հրամանով շարժվելու փաստը։
Տիրոջ հրամանի համաձայն բանակատեղի էին հաստատում եւ Տիրոջ հրամանով էլ մեկնում էին, նրանք պահում էին Տիրոջ պատվերը Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի համաձայն։ Սրանից կարելի է եզրակացնել, որ Աստծո համար կարևոր է ամեն ինչ, եւ արտաքինը, եւ ներքինը։ Աստծո ժողովրդի մոտ ամեն ինչ պետք է կարգին լինի, կամ այլ կերպ ասած, Աստծո ժողովուրդը ամեն ինչում պետք է հետևի Աստծո կարգին։ Մեզ անհրաժեշտ է միշտ համապատասխանել Սուրբ Աստծո չափանիշներին։ Գուցե ինչ-որ մեկը գնահատելով իր հավատարմությունը Աստծուն ասի, որ նա հավատարիմ է ներքուստ, իսկ արտաքին կանոնները փարիսեցիություն են։ Բայց Գիրքը հստակ ցույց է տալիս, որ նման բան չի լինում, քանի որ սրտի լիությունից է խոսում բերանը։ Այսինքն չի կարող քո ներաշխարհը այլ լինել եւ քո արտաքին կյանքը այլ։ Դրանք բխում են մեկը մյուսից։ Արտաքինը միշտ ներքինի ցուցիչն է։ Եվ արդյոք ձեր արտաքին գործնական կյանքը արտահայտում է ներքին հավատարմություն Աստծուն։ Մի քանի կիրառում։ Աստված ցանկանում է կարգ հաստատել եւ սոցիալական, եւ կրոնական կյանքում իր ժողովրդի եւ իր ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում։ Այլ կերպ ասած, նա գլխավորում է թե կենցաղը, եւ ընտանիքը, եւ թե երկրպագությունը։ Մենք կոչված ենք հետևել նրան, նրա դրած կարգերով, չշեղվելով դրանից ոչ ձախ, ոչ էլ աջ։ Սա առաջին բաժինն է գրքի 1-10 գլուխները, որտեղ տեսնում ենք, որ Աստված պահանջում է հավատարմություն։ Մեր ուսումնասիրության մեծ մասը լինելու է այս երկրորդ բաժնում, որտեղ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը դրսևորում է անհավատարմություն Աստծուն 11-ից 25 գլուխներում։ Գրքի երկրորդ մասում ցույց է տրված, թե ինչպես է ժողովուրդը դրսևորում անհավատարմություն Աստծուն, ապստամբելով նրա կողմից հաստատված կարգի դեմ։ 11-ից 25 գլուխներում մենք տեսնում ենք, թե ինչպես է ժողովրդի տարբեր խմբեր, իսկ երբեմն էլ ամբողջ ժողովուրդը դրսևորում անհնազանդություն աստվածային հաստատումներին եւ աստվածային կարգին։ Այստեղ մենք գտնում ենք անհավատարմության առնվազն 7 օրինակ, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում են աստվածային պատժով։ Այսինքն նրանք 7 հարցում 7 օրինակ անհավատարմություն են անում եւ 7 պատիժներ հետևում են դրան։ Կարևոր է հիշել, որ անհնազանդությունը տանում է դեպի պատիժ։ Այս օրինակներից յուրաքանչյուրը օգնում է մեզ դարձնել դավաճանության գաղափարը ավելի պարզ, որ հասկանանք, թե ինչ է նշանակում անհավատարիմ լինել Աստծուն։ Ահա Իսրայելի ժողովրդի ապստամբության այս 7 օրինակները։ Առաջին, ապստամբություն Աստծո սննդի դեմ եւ պատիժ, որը 11-րդ գլխում ենք մենք տեսնում։ Ապստամբություն Աստծո տված սննդի կերակուրի դեմ եւ հետևում է դրան պատիժ։ 11-րդ գլխում պատմվում է, թե ինչպես ժողովուրդը սկսեց տրտնջալ Աստծո դեմ, այն պատճառով, որ իրենց սնունդը ինչպես իրենց էր թվում, այնքան էլ բազմազան չէր, որքան Եգիպտոսում։ Կարդում եմ 11-րդ գլուխ 4-ից 6-րդ համարն է։ Նրանց մեջ գտնվող խառնախումբը, խառնամբոխը, ներողություն, շատ պահանջներ ներկայացրեց։ Իսրայելի որդիներն էլ լաց եղան եւ ասացին, այսինքն մենակ այդ խումբը չէր, Իսրայելի որդիներն էլ։ Ով մեզ միս կտա ուտելու։ Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։ Հիմա մենք ուժասպառ ենք եղել։ Ոչ մի բան չկա մանանայից բացի, մեր աչքերը ոչինչ չեն տեսնում։ Նրանք սուբյեկտիվ կարիք էին զգում շատ բաների, միս, ձուկ, վարունգ, սեխ եւ այլն։ Նրանք այնքան ուժեղ էին զգում այդ կարիքը, որ նույնիսկ լաց էին լինում գրված էր։ Նրանք արցունքներ ունեին իրենց աչքերին, սակայն իրականում նրանք ոչ մի բանի օբյեկտիվ կարիք չունեին։ Ոչ մի բանի օբյեկտիվ կարիք նրանք չունեին։ Որպես փաստ Սուրբ գրքից տեսեք Տերը ինչպես է արտահայտվում այս մասին երկրորդ օրինաց 2-րդ գլուխ 7-րդ համարում ասում է. ահա 40 տարի Տեր Աստվածը քեզ հետ է, ուշադիր լսեք, դու ոչ մի բանի կարիք չես ունեցել։ Հիմա հարցում հավատանք, ժողովրդի լացին, թե Աստծո հայտարարությանը, որ դուք 40 տարի ոչնչի կարիք չեք ունեցել։ Նրանք սննդամթերքի պակաս չունեին, քանի որ մանանան շատ սննդարար էր։ Նրանք համեղ սննդի պակաս չունեին, քանի որ մանանան համով էր։ Ինչպես մեղրով պատրաստված տափակ հացը, հին աշխարհի ամենահամեղ եւ քաղցր ուտեստն էր։
Աստված նրանց տալիս էր այն ամենը, ինչ նրանք իսկապես, ինչի կարիք նրանք իսկապես ունեին։ Նրանք դժգոհում էին ոչ թե այն պատճառով, որ չունեին ինչ-որ կարևոր, օգտակար, անհրաժեշտ բան, այլ նրանք դժգոհ էին պարզապես այն պատճառով, որ դա իրենց քմահաճույքն էր։ Եվ նրանք չէին տարբերում կարիքի եւ ցանկության սահմանը, որն է կարիք եւ ինչն է ցանկություն։ Նրանք կարող էին ավելին ցանկանալ՝ զվարճանք, ոսկե հորթեր, եգիպտական բուրգեր, զանգվածային տեսարաններ, նուրբ ուտեստներ, բայց դրանք իրենց պետք չէին Աստծո գնահատմամբ։ Նա հայտարարում է, որ դուք ոչինչի կարիք չեք ունեցել։ Աստված գիտեր, թե իրենց ինչ է իրականում պետք եւ հենց դա էլ ուղարկում էր իրենց։ Հիշում եք Հիսուսն ասաց. «Ձեր երկնավոր հայրը մինչեւ ձեր խնդրելը գիտի ձեզ ինչ է պետք»։ Միթե մենք պետք է Աստծուն սովորեցնենք ինչպես հոգ տանի մեզ համար։ Այսպես էլ մենք կարող ենք շատ բաների կարիք զգալ։ Մենք կարող ենք մտածել, ախ, եթե միայն սա լիներ, ես երջանիկ կլինեի, ախ, եթե սա ունենայի, ես կարող եի ուրախանալ։ Սակայն պետք է հիշել, որ հակառակ խաբուսիկ զգացողություններին Աստծո զավակները ոչ մի բանի կարիք չունեն։ Մանուկեի ծերացա, գրի Դավիթը, չտեսա մի օր Աստծո զավակին հաց մորալիս։ Աստված գիտի ձեզ ինչ է պետք ժամանակի յուրաքանչյուր պահի, ինչպես Պետրոսն է գրում առաջին գլուխ 3-րդ համարում, նրա աստվածային զորությունից մեզ տրվել է ամեն ինչ, որն անհրաժեշտ է կյանքի եւ բարեպաշտության համար։ Ինչպես գրում է մի հեղինակ, շատ հրաշալի միտք է, Աստված իր նախախնամությամբ գիտի, թե մեզնից յուրաքանչյուրին որքան ուրախություն եւ որքան տխրություն, երջանկություն եւ ցավ է պետք, որքան հարստություն եւ որքան աղքատություն է պետք։ Աստված այդ չափերը ճիշտ գիտի եւ որոշում է ում ինչքան ինչից թույլ տա ունենա։ Երբ ժողովուրդը սկսեց տրտնջալ Աստծո դեմ եւ բողոքել իրենց ծանր բախտի դեմ, չնայած այն հանգամանքին, որ իրականում Աստված իրենց չէր լքել եւ հոգում էր իրենց համար, դա առաջացրեց Սուրբ Աստծո արդար զայրույթը։ Ժողովուրդը սկսեց բարձրաձայն տրտնջալ Տիրոջ դեմ եւ Տերը լսեց, եւ նրա բարկությունը բորբոքվեց եւ Տիրոջ կրակը բռնկվեց նրանց մեջ եւ սկսեց ոչնչացնել ճամբարի եզրը։ Թվոց 11:1, տեսեք ինչ է գրված. ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով, այսինքն սա էմոցիոնալ ուղակի զգացումներ չէին եւ մտքեր չէին, սրանք լսելի կերպով սկսեցին տրտնջալ, սկսեցին արտահայտվել եւ սկսեցին բողոքել։ Լսելի կերպով տրտունջ արեց, Տերը լսեց եւ բորբոքվեց նրա բարկությունը, Տերը կրակ թափեց նրանց վրա եւ ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։ Եվ միայն միջնորդությունը Մովսեսը կանգնեցրեց ժողովրդի կործանումը։ Այս պատմությունից կարելի է հետևություն անել։ Դավաճանությունը քմահաճույքներին հաճոյանալն է։ Դավաճանությունը Աստծուն կամ անհավատարմությունը սեփական քմահաճույքներին հաճոյանալն է, այսինքն չարդարացված ցանկություններին։ Ցանկությունը մշտապես փորձում է մեզ տրկացնել, բայց մենք պետք է պայքարենք դրա դեմ եւ պետք է չհատենք ցանկության եւ կարիքի սահմանը։ Սա անհավատարմության առաջին օրինակն էր։ Նայեք երկրորդին, որը ապստամբությունն է Աստծո առաջնորդի դեմ, որին հետևում է պատիժ, ապստամբություն Աստծո առաջնորդի դեմ եւ պատիժ 12-րդ գլխում ենք տեսնում։ 12-րդ գլխում նկարագրվում է Մարիամի, Մովսեսի քրոջ եւ Ահարոնի տրտնջալը Մովսեսի դեմ։ Տրտնջալու պատճառը Մովսեսի կնոջ ազգությունն էր։ Եվ Մարիամը եւ Ահարոնը հանդիմանում էին Մովսեսին Եթովպացի կնոջ համար։ Նայեք 12-րդ գլուխ, գիրքը ձեր ձեռքերում է, նայում եք, հետևում եք։ 12-րդ գլուխ առաջին երկու համարներին։ Մարիամն ու Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ, նրա առած Եթովպացի կնոջ պատճառով, որովհետեւ նա Եթովպացի կին էր առել։ Նրանք ասացին, ուշադիր լսեք. միթե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց, չէ որ նա մեր միջոցով էլ խոսեց։ Տերը լսեց դա։ Արդյոք Եթովպացի է կոչվում Սեփորան, որովհետև մադիամացիները մուկ մաշկ ունեին եւ ասոցացվում էին Եթովպացիների հետ։ Թե Սեփորան մինչ այդ մահացել էր եւ Մովսեսը այլ կին էր վերցրել Եգիպտոսից նրա ղեկավարությամբ դուրս եկած ազգերի միջից։ Դա էական չէ, դա սկզբունքային չէ։ Գիտեք ինչն է կարևոր։ Կարևորն այն է, որ Մարիամը եւ Ահարոնը օգտվեցին ազգային պատրվակից,
կասկածի տակ դնելու Մովսեսի հեղինակությունը որպես Աստծո մարգարե։ Խնդիրը սա էր։ Միտքը լսեք նրանց։ Միթե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց։ Չէ որ նա մեր միջոցով էլ խոսեց։ Միթե միայն Մովսեսին էր խոսում Տերը։ Միթե նա մեզ հետ չի խոսել։ Հետաքրքիր է, որ այս իրավիճակում Մարիամը նշվում է առաջինը։ Ընդ որում եբրայերեն բնագրում բայը կանացի սեռի է, իքական սեռի է, բառացիորեն Մարիամը եւ Ահարոնը հանդիմանում էին Մովսեսին։ Ամեն ինչից երևում է, որ հենց նա է եղել սադրիչը, մինչդեռ Ահարոնը գնացել է նրա հետևից։ Դրա համար Աստված պատժեց Մարիամին եւ 12-րդ գլուխ 10-րդ համարին, եթե նայեք, տեսնում եք այս ցավոտ պատկերը։ Եվ ամպը հեռացավ խորանից, եւ ահա Մարիամը ձյունի պես բորոտությամբ պատվեց։ Ահարոնը նայեց Մարիամին, եւ ահա նա բորոտության մեջ էր։ Այստեղից հետևում է այն եզրակացությունը, որ անհավատարմությունը դրսևորվում է Աստծո ծառաների վրա հարձակումներով, անհիմն քննադատությամբ, բամբասանքների տարածմամբ, դիրքի գրավմամբ կամ հեղինակության վարկաբեկմամբ։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հասկանանք, որ Տերը ինքն է ծառաներ նշանակում իր նպատակների համար։ Աստվածաշունչը միշտ առանձնահատուկ զգուշությամբ է վերաբերվում Աստծո ծառաների քննադատությանը։ Գիտեք, սա չի նշանակում չի կարելի քննադատել, չի կարելի սխալն ասել։ Տեսեք դա նոր կտակարանում Պողոս ինչպես է ձևակերպում։ Առաջին Տիմոթեոս 5:19 Երեցի դեմ բողոք մի ընդունիր, եթե 2 կամ 3 վկաներ չլինեն։ Սա նշանակում է ոչ թե որ երեցն անձեռնմխելի է եւ եթե սխալ լինի դու չես կարող խոսել, այլ եթե չկա վկայություն 2 կամ 3 հոգու, չի հաստատվելու, դա նույնիսկ չարժի լսել նման մեղադրանքը։ Ավելին կա կարգ եւ այդ կարգով պետք է մոտենալ, ոչ թե արհամարել Աստծո դրած իշխանությունը։ Սա անհավատարմության երկրորդ օրինակն էր։ Ապստամբություն Աստծո առաջնորդի դեմ եւ պատիժ 12-րդ գլուխը։ Նայեք հաջորդ երրորդ օրինակը։ Ապստամբություն Աստծո խոստման դեմ եւ պատիժ։ Ապստամբություն Աստծո խոստման դեմ եւ պատիժ։ Սրա մասին մեզ պատմում է 13-ից 15-րդ գլուխները։ Հաջորդ գլուխներում պատմվում է, թե ինչպես իսրայելացիները լրտեսներ ուղարկեցին զննելու Քանանյան երկիրը, որը Տերը խոստացել էր իրենց։ Նրանց զեկույցից պարզ դարձավ, որ երկիրը շատ լավն է, սակայն դժվար կլինի տիրել դրան։ Այդ երկրի ժողովուրդն ապրում է ամրացված քաղաքներում, իսկ բնակչության մեջ հանդիպում են իսկական հսկաներ, որոնք վախ կներշնչեն նույնիսկ փորձառու զինվորների վրա։ Իսրայելացի 12 լրտեսներից 10-ը, հիշում եք ինչ սկսեցին անել։ Սկսեցին խուճապ տարածել ժողովրդի մեջ, եւ միայն 2-ը Քաղեբը եւ Հեսուն կոչ էին անում շարունակել վստահել Աստծուն։ Նա խոստացել է եւ նա պիտի կատարի։ Ժողովուրդը նախընտրեց հավատալ 10 խուճապ տարածողներին։ Դրանով իսկ ակնառու կերպով ցույց տալով իր անհավատությունը Աստծո խոստումներին, որոնք ինքը տվել էր Աբրահամի ուխտում։ Իրենց անհավատության մեջ նրանք հասան այն աստիճանի, որ սկսեցին տրտնջալ Աստծուց այն բանի համար, որ նա ընդհանրապես հանել է իրենց Եգիպտոսից իր ծրագրի դեմ։ Նայեք 14-րդ գլուխ առաջին 3 համարներին։ Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց, բոլորը։ Եվ ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի եւ Ահարոնի դեմ եւ ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, կամ մեռած լինեինք հենց այս անապատում։ Ինչու Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք եւ մեր կանայք ու զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ, որ վերադառնանք Եգիպտոս։ Տիրոջ պատիժը երկար սպասեցնել չտվեց։ Աստված հայտարարեց ժողովրդին, որ բազմիցս եւ համառ անհավատության համար նրանք չեն մտնի Աբրահամին խոստացված երկիրը 21-ից 23-րդ համարներում է հայտարարում, տեսեք, բայց կենթանի եմ ես, Տերն է ասում, եւ ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով, որովհետեւ այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը
եւ իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում, եւ ահա 10 անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը, չեն տեսնի այն երկիրը, որ ես երթումով խոստացա նրանց հայրերին, եւ ինձ արհամարողներից ոչ մեկը չի տեսնի այն։ Նրանց երեխաները կմտնեն, իսկ իրենք ոչ։ Սա հեգնանք է, գիտեք։ Անհավատ իսրայելացիները մեղադրում էին Տիրոջը այն բանում, որ նա իբր թե ցանկանում է կործանել իրենց երեխաներին, հսկաների հետ պատերազմում, սակայն իրականում Տերը կմտցնի այդ երկիր հենց իրենց երեխաներին եւ իրենց ոչ։ Եգիպտոսից դուրս եկած առաջին սերունդը 40 տարի թափառելու է անապատային շրջաններում, մինչև չկործանվեն բոլոր նրանք, ովքեր Աստծո դատավճռի պահին հասել էին պատասխանատվության տարիքի։ Դա 20 տարեկաններ։ Գիտեք ինչու հենց 40 տարի մնացին անապատում, ոչ 41, ոչ 39։ Նայեք 34-րդ համարին եւ կտեսնեք 14-րդ գլուխ։ Սա ցնցող է։ Երկիրը հետախուզելու այս 40 օրերի թվի համեմատ ամեն մեկ օրվա դիմաց 1 տարի, այսինքն 40 տարի կկրեք ձեր անօրենությունների պատիժը եւ կիմանաք իմ դժգոհությունը։ Ինչու 40 տարի, որովհետեւ ամեն օրվա դիմաց ավելանալու էր 1 տարի, որ իրանք իմանան դրանով Աստված որքան դժգոհ է իրենցից։ Նրանք անհավատարիմ են եղել եւ չեն վստահել Աստծո խոստմանը։ Այսպիսով անհավատարմությունը դրսևորվում է Աստծո խոստումներին անվստահությամբ։ Ըստ էության Աստծուն անհավատարիմ կյանքը սկսվում է, ուշադրի լսեք, սեփական մարդկային իմաստության հետևից գնալով։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հույս դնենք Աստծո եւ նրա օբյեկտիվ հայտնության վրա, որը գրված է Աստծո խոսքում։ Դա համար օգտակար հարց կլինի մեզ համար, սիրելիներ։ Մենք երբ ասում ենք հավատում ենք Աստծո ասածներին, մեր կյանքն էլ է փաստում դա, թե միայն բերանն է խոսում։ Էլ չխոսենք այն կարգավիճակի մասին, որ կարող է մարդ այնքան հեռուն գնալ, որ ինչպես իսրայելացիները, այնպես էլ ինքը ասի, որ ես չեմ հավատում Աստծո խոստումներին։ Միթե Աստված խոստում չունի հիմա էլ։ Խոստումներ չունի, որ պետք է իրականանա։ Ամենամեծ խոստումը հավիտենական կյանք է մեզ համար խոստացված։ Եվ Աստծուն հավատալը որոշվում է ոչ թե նրա գոյությանը հավատալով, այլ իր խոստումներին, իր ասածներին։ Սա անհավատարմության 3-րդ օրինակն էր։ Նայեք 4-րդին, որը 16-ից 19-րդ գլուխներում ենք տեսնում, ապստամբություն Աստծո իշխանության դեմ, ապստամբություն Աստծո իշխանության դեմ եւ պատիժ։ 16-րդ գլխում մենք կարդում ենք Կորխի, Դաթանի, Աբիրոնի եւ Օնի ապստամբության մասին։ Ժողովրդի մեջ հեղինակություն ունեցող 250 մարդկանց աջակցությունը ստանալով, երկրորդ համարում է սա գրված, նրանք հանդես եկան Մովսեսի եւ Ահարոնի դեմ, մեղադրելով նրանց խարդախության մեջ, Մովսեսին եւ Ահարոնին։ Կորխը եւ նրա հանցակիցները հայտարարեցին, որ Մովսեսն ու Ահարոնը մոլորեցնում են մարդկանց, ուշադրի լսեք, իրենց վերագրելով Աստծո անունից խոսելու եւ սրբագործություններ կատարելու իրավունքը։ Կարծես ասեն դուք ինքնակոչ եք։ Աստված չի կարգել ձեզ։ Իրականում ասում էին նրանք, ցանկացած մեկը կարող է զոհեր մատուցել Աստծուն։ Աստված ցանկացած մարդուց կընդունի զոհը եւ ցանկացածին կպատասխանի։ Ինչ եք կարծում, դա այդպես է, թե ոչ։ Նայեք առաջին 3 համարներին 16-րդ գլխի։ Ղևի որդի Կահաթի որդի Իսահարի որդի Կորխը եւ Ռուբենի որդիներից Եղիաբի որդին Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաեւ Փաղեթի որդի Օնը, միանալով ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց հետ էին նաեւ Իսրայելի որդիներից 250 հոգի, ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին եւ անվանի մարդիկ։ Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ եւ ասացին նրանց. լսեք, ձեր արածը բավական է ձեզ, որովհետեւ ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են եւ Տերը նրանց մեջ է։ Ինչու եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում։ Այսպիսով ապստամբները ապստամբեցին Աստծո կողմից հաստատված իշխանության դեմ։
Մովսեսի դեմ որպես մարգարե եւ Ահարոնի դեմ որպես քահանա։ Ի պատասխան դրա Մովսեսը գիտեք ինչ արեց։ Ինչ։ Մովսեսը առաջարկեց նրանց պարզ թեստ փորձել հաջորդ օրը բոլորին խնկարկություն կատարել Տիրոջ առաջ եւ տեսնել թե արդյոք Աստված կընդունի բոլորից թե ոչ։ Արդյունքում տեսեք ինչ եղավ, կարդում եմ 31-ից 35-րդ համարները։ Հենց որ Մովսեսը վերջացրեց այս խոսքերը, խոսելը, գետին նիսկույն պատռվեց նրանց ոտքերի տակ։ Երկիրն իր երախը բաց արեց եւ կուլ տվեց նրանց ու նրանց տները, կորխի բոլոր մարդկանց եւ նրանց ամբողջ ունեցվածքը։ Նրանք եւ ամեն ինչ, որ նրանցն էր, ողջ իջան դժոխք, եւ երկիրը ծածկեց նրանց։ Եվ նրանք վերացան ժողովրդի միջից։ Ամբողջ Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախավ, որովհետև ասում էին, գուցե երկիրը մեզ էլ կուլ տա։ Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ եւ ոչնչացրեց այն 250 մարդկանց, տեսեք, որ խունկ էին մատուցում։ Արդյունքում Աստված ոչ միայն չընդունեց Կորխի եւ նրա հանցակիցների խնկարկությունը, այլև կատարեց նրանց վրա աղետալի դատաստան։ Դրանից հետո հաստատվեց Ահարոնի ընտրությունը, որպես քահանայապետ 17-րդ գլխում, կրկնվեցին քահանաների եւ ղևտացիների պարտականությունները 18-րդ գլխում եւ տրվեցին մաքրման մասին օրենքներ 19-րդ գլխում։ Եզրակացություն. Անհավատարմությունը սեփական անձի մասին բարձր պատկերացումն է եւ մեծ հավակնություններն են։ Անհավատարմությունը սեփական անձի մասին, միայն քեզ հետ է խոսում Տերը, ինձ հետ էլ է խոսում, մեզ հետ էլ է խոսում, միայն դու ես կարգված, բոլորն էլ սուրբ են։ Տեսեք, որ Աստծո իշխանության դեմ, նրա կարգերի դեմ չի կարելի դուրս գալ։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հնազանդվենք Աստծուն եւ նրա առաջնորդությանը։ Սա անհավատարմության 4-րդ օրինակն է։ Եվ նայեք 5-րդ օրինակին անհավատարմության, որը տեսնում ենք 20-րդ գլխում, ապստամբություն ընդդեմ Աստծո սրբության, ապստամբություն ընդդեմ Աստծո սրբության եւ պատիժը, որ հետևում է դրան։ Թվոց գրքի ամենախորհրդավոր հատվածներից մեկը վերաբերում է Մովսեսի մեղքին, հասանք այնտեղ։ Այն պահին, երբ նա ջուր հանեց ժայռից։ Ոմանք պնդում են, որ նա հարվածել է ժայռին, մինչդեռ դա անել պետք չէր, սակայն այլ դեպքերում նա գավազանով հարվածել է ժայռին կամ ջրին, եւ դա նորմալ էր, ելիցում ենք մենք տեսնում 7-րդ գլուխ 19-20-րդ համարներում։ Ոմանք կարծում են, որ նրա մեղքը բարկությունն էր, սակայն կան այլ օրինակներ, երբ Մովսեսը բարկացել է, բայց Աստծո կողմից չի պատժվել։ Օրինակ Ելից 11-րդ գլուխ 8-րդ համարում, երբ գրված է, որ Մովսեսը դուրս եկավ Փարավոնի մոտից, գրված է բարկացած, բարկությամբ դուրս եկավ։ Կամ Ելից 16-րդ գլուխ 20-րդ համարում, երբ շատ էին մանանան հավաքել, որ պետք է այդքան չհավաքեին, Մովսեսը բարկացավ ժողովրդի վրա, եւ այդտեղ էլ չկա ոչ մի գնահատական Աստծուց, որ դա մեղք էր, սխալ էր, եւ եւս մի դեպք կա, որ Մովսեսը Ահարոնի որդիների վրա բարկացավ, որ մեղքի համար պատրաստված զոհը չէին կերել նախատեսված վայրում։ Այսպիսով, ինչու այս անգամ Աստված այդքան խիստ վերաբերվեց նրան։ Որն էր այն մեղքի էությունը, որի պատճառով Մովսեսը չմտավ ավետած երկիր։ Մի պատասխանեք, ձեր մտքում մի հատ պատասխանեք, տեսեք դուք ինչ պատկերացում ունեք։ Որն էր այդ մեղքը, ինչու չմտավ նա խոստացյալ երկիր։ Գիրքն ասում է, որ Մովսեսի մեղքը ոչ թե նրա արածն էր, այլ նրա ասածը։ Սրա մասին մենք եւ թվոցում ենք տեսնում, եւ մի օրինակ էլ Սաղմոսներից կարդանք, 106-րդ գլուխ, 106-րդ Սաղմոս, 32 եւ 33-րդ համարները։ Տեսեք, գրված է. Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, եւ Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով, որովհետեւ դառնացրին նրա հոգին, եւ Մովսեսը մեղանչեց իր շրթունքներով։ Այսպիսով մեղքի էությունը պետք է փնտրել ոչ թե Մովսեսի գործողություններում կամ նույնիսկ զգացմունքներում, այլ նրա խոսքերում։ Սա շատ կարևոր կետ է, բայց ինչը դուր չեկավ Տիրոջը։ Մովսեսի խոսքերում այդ իրավիճակում
Ավելի վաղ Մովսեսն ու Ահարոնը բոլոր հրաշքները ուշադիր լսեք, վերագրում էին բացառապես Յահվեին։ Յահվեն կանի այս կամ այն բանը։ Մերիբայում նրանք առաջին անգամ տեսեք ինչ արեցին։ Թվոց 20-րդ գլուխ 10-րդ համար։ Թվոց 20-րդ գլուխ 10-րդ համար։ Միթե մենք այս ժայռից ջուր հանենք ձեզ համար։ Հանենք մենք։ Մովսեսը նրանց առիթ տվեց մտածելու, որ իրենց մեջ ոչ թե Յահվեն է հրաշքներ գործում, այլ Մովսես հրաշագործ է։ Այսպիսով ուշադրությունը մարդկանց փրկչից տեղափոխվեց ժողովրդի առաջնորդին, այսինքն արարչից արարածներին։ Մենք գործում ենք անցել կռապաշտության մասին, հիշում եք։ Պետք է վերագրել Աստծուն ինքն է արժանի փառքի։ Երբ Աստված Մովսեսին հայտնում է իր դատաստանի մասին, տեսեք, որ չմտածեք, բայց գուցե դրա համար չէր։ Տեսեք Աստծո գնահատականը, նայեք 20-րդ գլուխ 12-րդ համարին, որ տեսնեք, որ ճիշտ ու ճիշտ դրա համար էր։ 20-րդ գլուխ 10-րդ համար։ Տերն ասաց Մովսեսին եւ Ահարոնին, շատ լսեք։ Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց։ Իմաստն այս է, իմ սրբությունը չցուցադրեցիք, չսրբացրեցիք։ Այս արտահայտությունը ավելի բառացիորեն թարգմանվում է ինձ չսրբացրիք։ Թարգմանություններ կար, հենց այդպես էլ գրված է։ Սուրբ նշանակում է առանձնացված, եզակի։ Սրբացնել հետևաբար նշանակում է առանձնացնել, դարձնել եզակի կամ ցույց տալ Աստծո եզակիությունը։ Այսպիսով Մովսեսի եւ Ահարոնի մեղքն այն էր, որ նրանք իսրայելացիներին ցույց չտվեցին Յահվեի եզակի լինելը։ Որ նա է այդ բոլորը անում, ոչ թե իրենք։ Դուք տեսնում եք որքան նուրբ է այս սահմանը, որ մարդ կարող է ընկնել։ Չտալ Տիրոջը արժանի փառքը։ Եզրակացություն։ Անհավատարմություն Աստծո փառքը սեփականացնելն է։ Անհավատարմությունը Աստծո փառքը սեփականացնելն է։ Եվ հավատարիմ լինելու համար մենք պետք է ձգտենք խոնարհության։ Մովսեսի համար գիտեք ինչ է գրված, որ նա բոլոր մարդկանց մեջ հեզ էր, ամենահեզն էր, ամենախոնարհ։ Իմիջիալից այդ տողը, այդ համարը գրված է անմիջապես Մարիամի եւ Ահարոնի հանդիմանությունից հետո, անմիջապես։ Սա անհավատարմության 5-րդ օրինակն է։ Ապստամբություն Աստծո սրբության դեմ եւ պատիժ։ Նայեք 6-րդ օրինակին, անհավատարմության 6-րդ օրինակը, ապստամբությունն ընդդեմ Աստծո ճանապարհի, որին հետևում է պատիժ։ Ապստամբություն ընդդեմ Աստծո ճանապարհի։ 21-րդ գլխում պատմվում է, թե ինչպես ժողովուրդը նորից սկսեց տրտնջալ Աստծո դեմ։ Պատկերացնում եք, այսքանից հետո նորից սկսում է տրտնջալ։ Մեղադրելով նրան, որ նա իրենց Եգիպտոսից հանել է միայն անապատում կործանելու համար։ 21-րդ գլուխ 4-5-րդ համարներն եմ կարդում։ Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով նրանք շրջանցեցին Եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին եւ սկսեց խոսել Աստծո եւ Մովսեսի դեմ, ասելով. «Ինչու մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք, որովհետեւ ոչ հաց կա, ոչ ջուր, եւ մենք զզվել ենք այս խղճուկ վիճակից»։ Դուք սուտ եք խոսում։ Կա եւ հաց, եւ ջուր, եւ Տերն էլ հայտարարել է, որ դուք ոչինչի կարիք չեք ունեցել։ Դրանք ձեր քմահաճույքներն են։ Ի պատիժ Տերը նրանց վրա թունավոր օձեր ուղարկեց։ Տեսնելով, որ շատերը մահանում են կծելուց, իսրայելացիները գիտեք ինչ արեցին։ Վազք Մովսեսի մոտ։ Վազեցին Մովսեսի մոտ, խնդրելով, որ նա աղոթի իրենց ազատագրման համար։ Սա նման չի սովորական այն աշխարհիկ մարդկանց պատկերին, հենց նեղության մեջ են ընկնում, Աստծուն են հիշում։ Սակայն Աստված այս խնդրանքին պատասխանեց ոչ այնքան սովորական ձևով։ Թունավոր օձերին պարզապես վերացնելու փոխարեն նա իսրայելացիներին թույնից պաշտպանվելու միջոց տվեց։ 21-րդ գլուխ 8-րդ համարներն եմ կարդում։ Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օձ պատրաստիր եւ այն դիր
մի ձողի վրա, ով որ խայթվի եւ նայի այդ օծին կփրկվի։ Մովսեսը պղնձե մի օծ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրա։ Երբ որ օծը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օծին եւ առողջանում էր։ Դա պատահական չէր արված։ Աստված ուզում էր ժողովրդին կարևոր դաս տալ։ Բանն այն է, որ այս պղնձե օծը Քրիստոսի նախատիպն էր եւ նոր կտակարանում Հիսուս իրեն համեմատում է այս պղնձե օծի հետ, Նիկոդեմոսի հետ զրույցում։ Հովհաննես 3:14-15 եւ ինչպես Մովսեսն անապատում օծին բարձրացրեց, Հիսուսն է ասում. այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստծո մտահղացմամբ փրկարար միջոցը պատրաստվել էր այն օծերի պատկերով, որոնք սպանում էին։ Այսպես էլ Քրիստոսը Գողգոթայի խաչի վրա նույնացրեց իրեն մեղքի հետ, որից նա մեզ փրկում է։ 2 Կորինթացիս 5:21-ում գրված է. նա ով մեղք չգիտեր, մեր փոխարեն մեղք դարձավ։ Ասեմ, որ արևելահայերեն նոր արարածյան թարգմանություններում այս համարը սխալ է թարգմանված։ Իսկ համարի մեջ բառ կար, որ գրված է նա ով մեղքը չգիտեր, մեզ համար մեղավոր դարձավ։ Հիսուս մեղավոր չի դարձել։ Սա չափազանց կարևոր է որպես վարդապետական թեմա։ Մեղավոր դառնալ չէր կարող վճարել։ Ինչպես իրեն է մեղքը վերագրվել, այդպես է ինձ ու քեզ վերագրվում է նրա արդարությունը։ Սա շատ կարևոր է։ Մեղք դարձրեց, նույնացրեց։ Պղնձե օծը բարձրացվեց դրոշի վրա, մարդկանց գլխավերևում, որպեսզի ցանկացողը կարողանա նայել նրան, այնպես էլ Քրիստոսը բարձրացվեց խաչի վրա, որպեսզի մարդիկ հեռվից կարողանան իրենց հայացքը ուղղել նրան։ Եզրակացնում ենք, անհավատարմությունը այս դեպքում վախկոտություն է, թերահավատություն, թուլություն, փորձությունների առաջ։ Եվ հավատարիմ լինելու համար մենք պետք է հավատանք, որ Աստծո ճանապարհը միշտ բարի է մեզ համար։ Սա անհավատարմության 6-րդ օրինակն էր։ Եվ նայեք վերջին 7-րդ օրինակին ու կանցնենք կարճ վերջին մասին գրքի։ Նայեք վերջին 7-րդ օրինակին՝ ապստամբություն Աստծո կրոնի դեմ։ Ապստամբություն Աստծո կրոնի դեմ եւ պատիժ։ Սրա մասին 22-ից 25-րդ գլուխներն են մեզ պատմում։ Երբ Իսրայելը Քանան տանող ճանապարհին մոտեցավ Մովաբին եւ Մադիամին, Աստված նրանց այդ հողերը չտվեց, քանի որ դրանք կտակվել էին Ղովտի, Մովաբի եւ Աբրահամի քետուրացիների սերունդներին։ Այնուամենայնիվ այս շրջանների կառավարիչները չհավատացին Իսրայելի բարեկամական մտադրություններին եւ սկսեցին թշնամական գործողություններ ձեռնարկել։ Տեսեք ինչ արեցին նրանք։ Նրանք վարձեցին հեթանոս Կաղարդ Բաղամին Իսրայելին անիծելու համար։ Այսպիսով նրանք հույս ունեին թուլացնել իսրայելացիներին իրենց հետ ռազմական բախումների դեպքում։ Դրանում տրամաբանություն կար։ Բաղամի կախարդանքների միջոցով, շատի լսեք, նրանք հույս ունեին այնպես անել, որ Աստված երես թեքի ժողովրդից, Իսրայելից։ Սակայն այս ծրագիրը կործանարար ձախողում ունեցավ։ Բաղամի Իսրայելին անիծելու բոլոր փորձերը հակառակ իր կամքին վերածվեցին Իսրայելի օրհնությունների եւ նրա թշնամիների անեծքների։ Հիշում եք, Աստված արդեն ասել էր. քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին կանիծեմ։ Աստված ցույց տվեց, որ անհնար է նրանով մանիպուլյացիա անել եւ որ ոչ մի ուժ չի կարող ստիպել նրան երես թեքել այն ժողովրդից, որի հետ նա ուխտ է կապել։ Հեթանոսներին թվում էր, որ նրանք կարող են այս մանիպուլյացիոն ճանապարհով գնալ, Աստծուն ինչպես հեթանոսական չաստվածներին են կարծում, որ կարելի է կաշառել, ինչ որ բաներ էին անում, որ մի բան ստանային, մտածում էին Եհովայի հետ այդպես պետք է վարվել, բայց տեղյակ չէին, որ չի աշխատում այդ մեխանիզմը։ Եթե չհաջողվեց Աստծուն հետ պահել իր ժողովրդից, ապա կարելի է փորձել պլան B-ն։ Ինչ արեցին նրանք, սա սարսափելի է։ Որպեսզի ժողովրդին հետ պահեն Աստծուց։ Աստծուն չեն կարող հետ պահել ժողովրդից, հիմա ժողովրդին պետք է հետ պահեն Աստծուց։ Տեսեք ինչ արեցին։ Բաղամի խորհրդով Մովաբացի թագավոր Բաղակը մարմնավաճառներ ուղարկեց Իսրայել, որոնք կապված էին բերիության պաշտամունքի հետ։ Թվոց 25-րդ գլուխ առաջին երկու համարները։ Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում,
Ժողովուրդն սկսեց Մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։ Նրանք ժողովրդին ուշադիր լսեք, հրավիրեցին իրենց աստվածների զոհաբերություններին։ Իսկ ժողովուրդը ինչ արեց, ինչ եք կարծում։ Ժողովուրդը կերավ եւ երկրպագություն արեց նրանց աստվածներին։ Ժողովուրդը տարվեց այս անբարոյական կրոնով, այնպես որ նույնիսկ Սիմեոնի ցեղի առաջնորդ Զամբրին 25-րդ գլուխ 14-րդ համարում ենք տեսնում կապի մեջ մտավ Մադիամացու հետ։ Այս Զամբրին հետո ենք մենք իմանում, որ կարծում ենք, որ սա գլխավորներից մեկն էր։ Շարքային քաղաքացի չէր, այսպես ասած։ Մինչև իսկ մոլորվեց նա։ Այս հեթանոսական պրակտիկայի տարածումը կարելի էր կանգնեցնել, գիտեք ինչ կերպով։ Միայն մի եւ արմատական միջոցով։ Ինչ եք կարծում, ինչ արեց Աստված այս պղծությունը կանգնեցնելու համար։ Աստված Իսրայելին համաճարակով հարվածեց, որից մահացավ 24000 մարդ։ 25-րդ գլուխ 9-րդ համար։ Բացի այդ պատժվեցին ժողովրդի առաջնորդները, որոնց հովանավորությամբ ժողովրդի մեջ ծաղկեց պոռնկությունը եւ կռապաշտությունը։ 25-րդ գլուխ 4 եւ 9-րդ համարները տեսեք։ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրու ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նրանց Տիրոջ առջև, Արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։ Պատուհասից մեռնողները 24000 էին։ Միթե Սուրբ Գիրքը զուր տեղն է ասում, Հակոբոս 4:4, շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Արդով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Սա հոգևոր անհավատարմության, շնության, փոխաբերական նկարագրությունն է։ Սա հատկապես պարզ կլիներ Հակոբոսի հրեա ընթերցողների համար, քանի որ 5 կտակարանում անհավատարիմ Իսրայելը հաճախ համեմատվում է պոռնիկ կնոջ հետ։ Հակոբոսը նկատի ունի այն մարդկանց, ովքեր իրենք քրիստոնյա են իրենց դավանում, արտաքուստ, պատկանում են եկեղեցուն, բայց խորապես կապված են մնում մեղավոր աշխարհի համակարգին։ Աշխարհին բարեկամ ասում է լինել։ Այս բառը նոր կտականում օգտագործվում է միայն այստեղ, մեկտեղ։ Հունարենում այն նշանակում է սեր, որպես ուժեղ հուզական կապվածություն։ Նրանք, ովքեր խորը եւ ուժեղ կապվածություն են աշխարհիկ բաների նկատմամբ, վկայում են, որ նրանք չեն էլ փրկվել։ Հովհաննեսը գրում է. «Ով սիրում է աշխարհը, հոր սերը նրանում չէ»։ Երբեմն ասում են. «Դե տեսեք, փրկությունը հնարավոր է կորցնել, Դեմասը աշխարհը սիրեց գնաց»։ Շատ լավ, Հովհաննեսն էլ ասում է, ով սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէր։ Կարծեմ հարցը լուծվում է հեշտ։ Աստծո դեմ թշնամություն, ասում է Հակոբոսը։ Սա աշխարհի հետ բարեկամության բնական հետևանքն է։ Այն ճշմարտությունը, որ անհավատները Աստծո թշնամիներ են, ուսուցանվում է ամբողջ Սուրբ Գրքում։ Այնպես որ սա էլ պետք է հիշել, որ ով Աստծո հետ չէ, թշնամի է։ Պետք է չվախենալ ասել մարդուն դրա մասին։ Միայն չբալանսավորված սիրո մասին պետք չէ խոսել։ Եզրակացություն։ Սա անհավատարմության եւս մեկ դրսևորում է իսրայելացիների առաջին սերնդի մոտ անապատում։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ անհավատարմությունը սրտի սխալ կապվածություններն են։ Անհավատարմությունը սրտի սխալ կապվածությունն է։ Մենք պետք է նախանձախնդիր լինենք Աստծո հանդեպ։ Եկեք ամփոփենք Թվոց գրքի 2-րդ բաժնի հիմնական դասերը եւ կարճ անցնենք 3-ին ու ավարտենք։ Մի քանի կիրառություններ։ Հավատարմությունը սեփական կմահաճույքներին հաճոյանալն է։ Մենք պետք է պայքարենք Աստծուն տհաճ ցանկությունների դեմ ամեն օր մեր կամքը ենթարկելով Աստծո կամքին։ Ժողովրդի անհավատարմությունը դրսևորվում է ծառաների վրա հարձակումներով, Աստծո ծառաների։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հասկանանք, որ Աստված ինքն է ծառաներ նշանակում իր նպատակների համար եւ ծայրահեղության չգնանք մտածելով, որ երբեք չի կարելի հովիվը եթե սխալ է արել, մեղք է գործել են ասել, պետք է նախատեսված ճանապարհով, աստվածաշնչյան կարգով մոտենալ եւ լուծել այդ հարցը։ Անհավատարմությունը դրսևորվում է Աստծո խոստումներին չվստահելով։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հույս դնենք Աստծո եւ նրա օբյեկտիվ հայտնության վրա, որը Աստծո խոսքն է։ 4. Անհավատարմությունը բարձր կարծիք է սեփական անձի մասին եւ մեծ հավակնություններ։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հնազանդվենք Աստծուն եւ նրա առաջնորդությանը։
5-րդ անհավատարմությունը Աստծո փառքը սեփականացնելն է։ Եվ հավատարիմ լինելու համար մենք պետք է ձգտենք խոնարհության եւ միշտ փորձենք բարձրացնել Աստծուն, այլ ոչ թե մեզ։ Անհավատարմությունը վախկոտություն է, թերահավատություն, թուլություն փորձությունների առաջ։ Հավատարիմ լինելու համար մենք պետք է հավատանք, որ Աստծո ճանապարհը միշտ բարի է։ Եվ վերջին անհավատարմությունը սրտի սխալ կապվածություններն են։ Մենք պետք է նախանձախնդիր լինենք Աստծո հանդեպ, փնտրելով նրա փառքը։ Սա Թվոց գրքի 2-րդ եւ մեծ բաժինն էր, եւ գրքի վերջին հատվածը 26-ից 36-րդ մասը, 3-րդ բաժինը վերնագրված է այսպես. Աստված հավատարմություն է ստեղծում։ Նկատում եք տրամաբանությունը։ Ժողովուրդը դրսևորում է անհավատարմություն, մեկից ներողություն։ 11-րդ գլուխներում դրսևորում է անհավատարմություն, ներողություն։ Աստված պահանջում է հավատարմություն, 1-ից 10-րդ գլուխներում, այնուհետև ժողովուրդը դրսևորում է անհավատարմություն, եւ երրորդ Աստված հավատարմություն է ստեղծում իր ժողովրդի մեջ։ Աստված հավատարմություն է ստեղծում իր ժողովրդի մեջ։ 26-ից 36-րդ գլուխներն են խոսում սրա մասին։ Աստված ստեղծում է վերականգնելով Իսրայելում կարգերը 3 ոլորտներում։ Ստեղծում է այս հավատարմությունը վերականգնելով կարգերը 3 ոլորտներում։ Գրքի 3-րդ մասում մենք գտնում ենք հավատարմության եւս մեկ դաս։ Աստված հավատարմություն է ստեղծում իր ժողովրդի մեջ վերականգնելով նրա մեջ կարգը։ Կարևոր է հիշել, որ նախորդ բաժնում Աստված դատապարտեց անհավատարիմ Իսրայելին, Աստծո խոստումներին եւ մասնավորապես Աբրահամի ուխտին համառ անհավատության համար, որի վրա, ինչպես հիշում ենք, հիմնված է Մովսեսի ուխտը։ Եգիպտոսից դուրս եկած առաջին սերունդը, բոլոր նրանք, ովքեր լրտեսների ճանապարհորդության պահին 20 տարեկան կամ ավելի էին, դատապարտված էին մահանալ անապատում։ Այդ ժամանակից անցել է գրեթե 40 տարի, մինչև այս փուլը, արդեն անցել է 40 տարի, առաջին սերունդը մահացել է։ Նրանցից ամենափոքրը մոտ 60 տարեկան է, ինչը թեև պատվարժան տարիք է, այնուամենայնիվ մարդկային կյանքի սահման չէր։ Հիշում եք, այդ ժամանակ հենց Մովսեսն ինքն է գրում անապատում թափառելու ժամանակ Սաղմոս 90-ում 10-րդ համար մեր տարիների օրերը 70 տարի են, եւ եթե զորությամբ 80 տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետեւ նրանք շուտ անցնում են եւ մենք թրջում ենք։ Այնպես որ 60 տարին շատ չէ։ Սակայն 60 տարեկան եւ բարձր ոչ մի մարդ, ուշադրի լսեք, չի մնացել կենթանի բացի Հեսունավեից, Քաղեբից եւ Մովսեսից։ Արոնը 20-րդ գլխում էր մահացել իր ծերությունից էր մահացել։ Եվ սկսվում է Աստծո աշխատանքի նոր փուլ։ Պատկերացնում եք, այդ ինչ աստվածային հրաշք է, վերահսկողություն, որ միլիոնավոր ժողովրդի միջից ինքը գիտի ով պետք է մահանա, ով ոչ, եւ ովքեր են, որ պետք է մահանան ու չմտնեն խոստացյալ երկիր։ Սա անուղակի կերպով մեզ հիշեցնում է, որ Տերը կառավարում է յուրաքանչյուրի կյանքը։ Դրա համար երբ համաճարակ է գալիս, պատերազմ է, սով է, այս է, այն է, որ մարդիկ մահանում են, շենքը փուլ եկավ, 1000 հոգին, 2-ը ողջ մնացին, ինքնաթիռն ընկավ, մի հոգի ողջ մնաց, Տերը գիտի ով պետք է մնա, ով ոչ։ Իր վերահսկողության տակ է ամեն բան։ Տերը գիտի արդարներին ազատել փորձություններից, ամբարիշներին պահել դատաստանի համար։ Սկսվում է Աստծո աշխատանքի նոր փուլի ժողովրդի հետ։ Աստված վերականգնում է իր կարգը նոր սերնդում։ Մասնավորապես գրքի մնացած մասում ցույց է տրված, թե ինչպես է Աստված վերականգնում կարգը Իսրայելում 3 ոլորտներում։ Առաջին ոլորտը տեսեք։ Ես միայն ոլորտներն եմ գրել, դուք կարող եք տեսնել, արագ անցնենք։ 26-ից 32-րդ գլուխներում Աստծո կարգը պատերազմին նախապատրաստվելիս վերականգնում է Աստված այդտեղ հերթական այդ կարգը։ Առաջին հերթին անցկացվում էր նոր սերնդի հաշվառում։ Չկան նախորդը, կան միայն 20-ից վերև եղած ժողովուրդը, որ այժմ 60 տարեկան է։ Դա անհրաժեշտ էր պատերազմին նախապատրաստվելու համար, ինչպես բացատրում է Աստծո պատվերը։ Հաշվեք Իսրայելի որդիների ամբողջ համայնքը 20 տարեկանից բարձր, նրանց ընտանիքներով Իսրայելի բոլոր պատերազմի համար պիտանի մարդկանց։ Մարդահամարը ցույց տվեց, որ Աստծո դատաստանն առաջին սերնդի նկատմամբ լիովին ավարտված է։ Մարդահամարը դա էր ցույց տալիս։ Հաշվառվածների մեջ չկար ոչ մի մարդ, ով անցել էր առաջին մարդահամարը Սինա լեռան մոտ։ Նայեք 26-րդ գլուխ 64-65-րդ համարներին։ Սրանց մեջ գրված է. չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից,
որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում, որտեղ Տերն ասել էր նրանց. անպատճառ պիտի մեռնեն անապատում, եւ մեռան։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից եւ Նավեի որդի Հեսուից։ Աստված ցույց տվեց երբեմնի հավատարիմ Իսրայելին, որ ինքը միշտ հավատարիմ է մնում իր խոսքին։ Նրա վրա կարելի է հույս դնել։ Այնուհետև Տերը հստակեցնում է այն հողի ժառանգության օրենքները, որ նրանք պետք է նվաճեին 27-րդ գլխում, եւս մեկ անգամ հայտարարում է Մովսեսին, որ նա չի մտնի Քանան, 27-րդ գլխում է հայտարարում, եւ նշանակում է նոր պետ ժողովրդի վրա Հեսու Նավեին, ով կառաջնորդի Իսրայելին հողը նվաճելու համար։ Քանի որ ավետյաց երկիրը նվաճման հաջողությունը Մովսեսի ուխտում կախված էր ժողովրդի հավատարմությունից, Տերը եւս մեկ անգամ հիշեցնում է իսրայելացիներին զոհաբերությունների, տոների եւ ուխտերի մասին օրենքները, որ դրանք պետք է պահել, դրանք անհրաժեշտ է։ Իմիջիայլոց YouTube-ում կա, բայց ամբիոնից այստեղ Կիրակի օրը առիթ չի եղել դերս փոխանցել ուխտերի վարդապետությունը։ Կարող եք 3 մասից բաղկացած նայել, որ տեսնեք այդ քանի ուխտեր կային եւ այդ ուխտերի կապը մեկը մյուսին։ Սրանք շատ կարեւոր է, որ հասկանանք ինչու է Տերը նորից խոսում դրա մասին։ Պետք է պահեք տոներ, պետք է պահեք շաբաթներ, այս պետք է անեք, ինչու է դա կարեւոր, որովհետեւ այս տրամաբանությունը ավելի լավ հասկանան։ Ավելի ուշ, երբ Իսրայելը դադարի պահպանել այդ օրենքները, Աստված կասի, որ կխլի ժողովրդից հողը այնքան տարով, որքան շաբաթ օրերի տարիներ բաց են թողնվել։ Գիտեք, Բաբելոնյան գերությունը 70 տարվա ինչու եղավ։ Պատճառը հետևյալն էր։ Լավ, կարդամ, ավելի լավ է կարդամ։ Երկրորդ մնացորդած 36:21-ում է գրված։ Սա չիմացողներին պետք է ցնցի։ Տեսեք ինչ է գրված։ Որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասվեց Երեմիա մարգարեի բերանով։ Երկիրը պիտի ավերակ մնա 70 տարի, պատճառ լսեք, ամբողջացնելու շաբաթների հանգիստը, որ չէր պահվել։ Ամեն 7 տարի մեկ հողին էլ պետք է հանգիստ տրվեր։ Եվ դա չէր պահվել։ Որքան չի պահվել, Տերը գումարել է իրար եւ ասել է դրա թվի քանակով չափով 70 տարի գնում եք գերության։ Հիշում եք այնտեղ էլ 40 օրվա ճանապարհը ինչ դարձավ։ Դարձավ 40 տարի։ Շաբաթները հանգիստ չեք տվել հողին, դե հիմա կգնաք 70 տարի հանգիստ կլինի։ Հողն էլ դուք էլ այնտեղ կսովորեք։ Այսպիսով այս օրենքների կատարումը կարևոր էր հողի նվաճման հաջողության համար, ուստի դրանց մասին հիշեցնումն այս համատեքստում ավելորդ չէր։ Վերջապես 31-32-րդ գլուխներում նկարագրվում է Հորդանանի արևելյան կողմում գտնվող հողերի նվաճումը եւ բաժանումը։ Իսրայելացիները կատարեցին Աստծո վրեժը Մադիամի վրա, նվաճեցին ամորհացիների թագավոր Սեհոնի թագավորությունը, ինչպես նաեւ Բասանի եւ Գաղադի շրջանները։ Այս իրադարձությունները ներկայացված են ոչ թե ժամանակագրական կարգով, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է, որ թվերի գիրքը այս հատվածում Մովսեսի նպատակն է նկարագրել տարբեր ցեղերի կողմից հողերի ժառանգության կարգը։ Երրորդ, Աստված վերականգնում է կարգը ճանապարհորդություններում։ Նայեք, Աստծո կարգը Իսրայելի ճանապարհորդությունում 33-րդ գլխում ենք սա տեսնում, 1-ից 49-րդ համարներում։ 33-րդ գլխում Մովսեսը Տիրոջ հատուկ հրամանով գրի է առնում Իսրայելի ճանապարհորդությունների հաջորդականությունը։ Դա պետք է հիշեցնել ժողովրդին, թե ինչ մեծ ճանապարհ են նրանք արդեն անցել Աստծո պաշտպանության ներքո, Եգիպտոսից մինչև Մովաբի դաշտավայրերը, որոնք գտնվում էին Երիքովի դիմաց, ավետյաց երկրի առաջին քաղաքի դիմաց։ Սա ահռելի երկար ճանապարհ է, եւ սրա մասին գրելը իսրայելացիներին պետք է կենտրոնացնել հետեւյալի վրա. այսքան ճանապարհ, որ Տերը քեզ բերել է, այդ նույն Տերը քեզ հասցնելու է տեղ։ Պետք է վստահես իրեն։ Բայց տեսնում ենք, որ փաստորեն շատերի համար նույնիսկ այս հիշատակումները օգուտ չտվեցին։ Տերը, եթե Տերը պահպանել է նրանց այդքան երկար ճանապարհի ընթացքում, ապա կպահպանի նաև հետագայում։ Եթե հաղթանակներ է տվել Եգիպտոսի, Արադի, Էսբոնի, Բասանի, Գաղադի նկատմամբ, ապա իհարկե նա հաղթանակ կուղարկի նաև Քանանի նվաճման մեջ, որպեսզի կատարվեն իր ուխտերի խոստումները Աբրահամի եւ Մովսեսի։ Սա նրանց կօգներ վստահել Տիրոջը եւ հավատարիմ լինել նրան, հիշելով այս անցած ճանապարհը, որը տանում էր նրանց դեպի Տիրոջ խոստման իրականացումը։ Մտածեք դուք էլ, մենք էլ բոլորս, արդյոք ձեզ չի ոգևորում, ուրախացնում, մխիթարում, երբ հիշում եք Տերը ձեր կյանքում նախորդիվ ինչպես է գործել։
որ այդ նույն Տերն է, որ այսօր էլ իր ձեռքը չի կարճացել։ Ինչպես Երեմիայի ողբերում է գրված, նրա ողորմությունները ամեն օր նոր են, եւ նա գիտի ինչպես հասնել մեզ։ Շատ մարդիկ ունեն այնքան վատ աստվածաբանություն, որ մտածում են Աստծուն փոքր մանր հարցերով չդիմեն, միայն մեծ հարցերով։ Բայց չէ, Աստված ներգրաված է մեր կյանքի յուրաքանչյուր քայլում եւ նա պատրաստ է մեզ առաջնորդելու եւ հասնելու մինչեւ հավիտենություն։ Եւ վերջին երրորդ կարգը տեսեք, Աստված վերականգնում է կարգը հողը տիրելիս։ Աստծո կարգը հողը տիրելիս 33-ից մինչև 36-րդ գլուխները հատուկ կերպով Տերը ուշադրություն է հրավիրում քանանական երկրից բոլոր կուռքերը ոչնչացնելու անհրաժեշտության վրա։ Եվ նրանք այս հարցում էլ պետք է հավատարիմ լինեին։ Բերում հասցնում է այնտեղ, սերունդ ոչնչացրել է, սրանց պատրաստել է, հավատարմությունը ուժեղացնում է, բերել հասցրել է ավետյաց երկրի դիմաց։ Հիմա պետք է մտնեն։ Հիմա տեսեք ինչ է ասում։ 33-51-52 Խոսիր Իսրայելի որդիների հետ եւ ասա նրանց. երբ Հորդանանի գետից անցնեք ու մտնեք քանանացիների երկիրը, այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, բոլոր։ Կկործանեք նրանց բոլոր պատկերազարդ կոթողները, նրանց բոլոր ձուլածո կուռքերը եւ նրանց բոլոր բարձր տեղերը։ Տերը հատուկ ուշադրություն է դարձնում հողը արդար վիճակահանության բաժանելու Իսրայելի 12 ցեղերի միջև եւ իրենցից վտարելու այդ երկրի բոլոր նախկին բնակիչներին, քանանացի կռապաշտներին։ Ասում է 53-54-ում այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ եւ կբնակվեք այնտեղ, որովհետեւ այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։ Ըստ ձեր տոհմերի դուք կժառանգեք այդ երկիրը, վիճակ գցելով, ուշադիր լսեք, բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտակ, իսկ սակավանդամներին քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Սողոմոնն էլ ասում է վիճակը գիրքն է գծվում, բայց դրա տնօրինությունը Տիրոջից, այսինքն Տերը գիտի ում ինչ պետք է հասնի։ Ժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։ Տեսեք ինչ է ասում Տերը հաջորդ երկու համարներում, սա հետաքրքիր է։ Եթե դուք չվտարեք ձեզնից երկրի բնակիչներին, ապա նրանցից մնացածները փշեր կլինեն ձեր աչքերի համար եւ ասեղներ ձեր կողերի համար եւ կնեղացնեն ձեզ այն երկրում, որտեղ դուք կապրեք։ Եվ այն ժամանակ, ուշադիր լսեք, ինչ որ ես մտադրվել եմ անել նրանց հետ, կանեմ ձեզ հետ։ Ուշադրություն դարձեք, ինչ որ ես մտադրվել եմ անել նրանց հետ, այսինքն քանանացիների հետ, կանեմ ձեզ հետ արտահայտության վրա։ Այստեղ Աստված ցույց է տալիս, որ իր նպատակը նրանց, այսինքն քանանացիների նկատմամբ դատաստանն է, իրենց չարության պատճառով, բայց եթե Իսրայելը նրանց հետ խառնվի, իրենք էլ կարժանանան նույն դատաստանին։ Այս դատաստանը կանխագուշակվել էր մոտավորապես 760 տարի առաջ, երբ Աստված Աբրահամին ասաց Ծննդոց 15-ում. 4-րդ սերունդը նրանք կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունների չափը դեռ չի լրացել։ Որքան մեծ է Աստծո համբերությունը։ 760 տարի։ Սա ցույց է տալիս, որ Աստված համբերում է մինչև տվյալ ազգի չարությունը ավարտին հասնի։ Դա համար շատ ժամանակ, երբ երկրի վրա մենք տեսնում ենք մի ազգին համբերում է Տերը, պետք չէ շտապել։ Չգիտեմ ինչ չափման միավորնի Տերը, ինչպես է լցվում այդ անօրենության չափը, բայց կա, նման բան կա Տիրոջ մոտ։ Քանանացիների դատաստանը չի եղել պատահական կամ անմիջական վրեժ, այլ ճշգրիտ սահմանված ժամանակում արդար պատճառներով։ Աստծո դատաստանը կոնկրետ ժողովուրդների հանդեպ պայմանավորված է նրանց մեղքով։ Դրա համար շատերը որ հարց են բարձրացնում, Աստված ինչ դաժան է 5 կտակարանում, ինչու է այդքան մարդկանց կոտորել, իսկ ինչու այդ մարդկանց պատմությունը չեն ուսումնասիրում։ Տեսնեն թե ինչու է դա արել։ Նույն չափանիշը կիրառվում է նաև Իսրայելի հանդեպ։ Եթե նրանք խախտեն Աստծո կամքը, Աստված ինչ մտադրվել էր նրանց համար, կկատարի նրանց նկատմամբ։ Եզրակացություն։ Այս հատվածը սովորեցնում է, որ Աստծո դատաստանը արդար է, համբերատար, բայց անխուսափելի նրանց համար, ովքեր մերժում են նրա սահմանած սրբությունը։ Նաև Աստծո ժողովուրդը նույնպես պարտավոր է հեռու մնալ չարից, որպեսզի չմասնակցի Աստծո դատաստանին։ Եվ հետո Աստված կարգ է սահմանում երկրի ժառանգության եւ բաժանման համար, նա գծում է Իսրայելի ժառանգական տիրույթների սահմանները 34-րդ գլխում։ Նա նշում է քաղաքները ղևտացիների համար, որոնք չեն ստացել իրենց բաժին հողը։ Գիտեք ինչու չեն ստացել իրենց բաժին հողը։ Քանի որ Տիրոջ ծառայելը նրանց բաժինն էր։
Բացի այդ, հատուկ կերպով առանձնացվում են ապաստանի համար քաղաքներ, որտեղ կարող էին փախչել մարդիկ, ովքեր անզգուշությամբ մարդ էին սպանել։ 35-րդ գլխում ենք տեսնում։ Վերջապես գրքի վերջին գլխում Տերը հրահանգ է տալիս, որ նույնիսկ ամուսնությունների դեպքում Իսրայելի 12 ցեղերի միջև հողի բաժանումը չփոխվի։ 36-9 ժառանգությունը մի ցեղից մյուսին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի։ Իսկապես Աստված կարգի Աստված է։ Նա ամեն ինչ մանրամասն մտածել է, եւ Աստծո ժողովուրդը լավ կանի, եթե ամեն ինչում հետևի Աստծո օրենքին։ Կստացվի արդյոք դա նրանց մոտ։ Մի քանի կիրառություն ու ավարտենք։ Աստված այսօր էլ իր ժողովրդից հավատարմություն է ակնկալում, որը կդրսևորվի Աստծո կարգերի պահպանմամբ այն ամենում, ինչ նա պատվիրել է։ Հիշելով, որ մենք որպես եկեղեցի գտնվում ենք ոչ թե Մովսեսի ուխտի, այլ Քրիստոսի ուխտի մեջ, խորհենք այն մասին, թե ինչ կարգեր է Աստված սահմանել եկեղեցում կյանքի համար։ Եվ վերջում մտորելու հարց յուրաքանչյուրիս համար։ Անձամբ իմ ու քո կյանքում Աստծո դրած կարգերի ինչի պակաս կա այսօր։ Որ հարցում ենք թերանում, որ հարցում հավատարիմ չենք, որ հարցում պետք է կատարելագործվենք։ Քրիստոնյայի կյանքն էլ պետք է քաոսային չլինի, անկարգ չլինի։ Մենք հետևում ենք մի Աստծու, ով ամեն բան մանրամասն մտածել է եւ ակնկալում է, որ իրեն պաշտելիս, երկրպագելիս, այս երկրի վրա, երբ մենք ապրում ենք, գործում ենք, ուտում, խմում, աշխատում, ամուսնանում, իրեն ենք փառաբանում, ամեն բան պետք է կարգով լինի։ Եվ շատ շատերը գուցե Աստծո շնորհքի տակ անկարգ են ապրում, բայց դա սուրբ գրային չէ։ Տերը դրել է եկեղեցում կարգ, Տերը դրել է աշխատանքի մեջ կարգ, դրել է ամուսնության մեջ կարգ, դրել է միջանձնային հարաբերություններում կարգ եւ ակնկալվում է յուրաքանչյուրից իմանալ այդ կարգերը եւ հարգել այդ կարգերը։ Ահա այս մասին էր թվոց գիրքը։ Տերը օրհնի բոլորից ձեր ուշադրության համար։ Հույս ունեմ, որ պիտանի դասեր վերցրեցինք մեզ համար։ Եկեք կանգնենք, աղոթենք եւ խնդրենք, որ Տերը օգնի մեզ այս հավատարմության ընթացքը իր հետ եւ իր ուժով անցնելու։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ քո այս ահռելի աշխատանքի համար, որը նույնիսկ ուսումնասիրելիս մեր մտքերը չի կարողանում ընկալել, հասկանալ լիարժեք, թե ինչպես ես դու մարդկության պատմությունը, աշխարհը կառավարում եւ առաջնորդում քո նպատակներին։ Շնորհակալ ենք այս հրաշալի խոսքերի համար, պատմության համար, քո ժողովրդի համար, նրանց անցած չարչարանքների համար, որոնց միջոցով դու այսօր մեզ դասեր ես տալիս մեր կյանքը ճիշտ ապրելու համար։ Շնորհակալ ենք, որ դու հավատարիմ Աստված ես, շնորհակալ ենք, որ դու կարգ ու կանոնի Աստված ես եւ փառք քեզ, որ տվել ես մեզ կյանքի եւ Աստված պաշտության համար, քեզ պաշտելու, մեծարելու համար ամեն պայման։ Մեզ անգրագետ չես թողել եւ ցույց ես տվել ինչպես պետք է ապրենք, վարվենք, շարժվենք, հաղորդակցվենք քեզ հետ։ Ոստի աղոթում եմ եւ իմ եւ քույր ու եղբայրներիս համար եւ տիեզերական քո եկեղեցու համար, ովքեր դեռևս երկրի վրա են։ Աղոթում եմ, որ յուրաքանչյուրի կյանքը դու օրեցօր ավելի ու ավելի սրբագործես, ավելի քրիստոսանման դարձնես, օգնես, որ ավելի հավատարմությունը դրսևորվի կյանքի ոչ թե մեկ, այլ բոլոր ոլորտներում։ Կարողանանք օրեցօր ավելի ուժեղանանք, զորանանք եւ Հիսուսին նմանենք մեր վարքի մեջ, մեր խոսքի մեջ, մեր հագուստի մեջ, մեր մտքերի ու մեր որոշումների մեջ։ Եվ այս երկրային պանդխտության ընթացքը թող որ ապրենք քեզ հավատարիմ, քո ձեռքից բռնած եւ քո փառքը ցուցադրելով այս երկրում։ Օգնիր, որ մեր աղ եւ լույս լինելը մենք կարողանանք ցույց տանք այստեղ եւ մեր բոլոր գործերում, ինչպես խոսքը թե ասում, թե ուտենք, թե խմենք, թող ամեն բան քո անվան եւ քո փառքի համար լինի։ Աղոթում եմ քույրերիս ու եղբայրներիս համար, որ այս սրբագործման դժվար ընթացքի մեջ սովորեցնես, որ նրանք էլ ունեն պատասխանատվություն։ Նրանք պետք է հետևեն քո խոսքին, նրանք պետք է հնազանդվեն քո խոսքին եւ քո ժողովրդին մեզ էլ օգնես, որ կարողանանք իրար հորդորել, իրար քաջալերել, իրար օգնել, քանի տեսնում ենք այդ օրը մոտենում է, ինչպես քո խոսքն է ասում։ Մեզ խաղաղ օրեր տուր այս երկրի վրա, որքան էլ որ տաս օգնիր, որ դրանք օգտագործեն քեզ պաշտելու, քեզ մեծարելու եւ քո մասին սովորելու համար։ Եվ մեզ խաղաղ պահիր այս շաբաթը, եթե կյանք տաս կամենաս կրկին մեզ հավաքիր Կիրակի օրը
քեզ պաշտելու եւ քեզ մեծարելու։ Այս ամենը աղոթում ենք եւ խնդրում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։